Մենք ժամանակ եմ զրահապատ մեքենայով պտտվելու, մինչև են 2007 թվականի սպանությունները չի բացահայտվում։ Երբ որ 2007 թվականի 4 տղայի եւ քաղաքապետ, փոխքաղաքապետի գործերը բացահայտվեց, այդ ժամանակ էլ զրահապատ մեքենայով չենք պտտվի։ Պարոն Ղուկասյան, ասում են, որ ԿՊ-ն ձեզ թիրախավորում է, ասում են, դուք լինեք չեք վախենա, որ ասենք պատկերացրեք։ Բայց դուք վախենալու բան։ Պարոն Ղուկասյան, վախենում ենք, որ գործերը բացահայտված չէ, դրա համար, այսինքն հանցագործները դուրսն են։ Հասկանալի է։ ԿՊ-ի համար հարմար տեխնացու է։ Որինչ։ Ձեռնտու տեխնացու։ Քրեական գործեր կան, վերջում դրանցով շոշելու են եւ Վանաձորի սցենարը կրկնվելու է։ Ձեզ կալանավորելու են։ Ուրեմն իշխանազավթվելու։ մտքով ուղեղով որ մտածում ես, ճիշտ են մտածում, բայց ինձ ճանաչելով չեն կարող այդպես բան մտածել, որովհետև ես երբեք ոչ ծախվել եմ, ոչ որևիցե մեկը կարող է այդպեսի բարոյական իրավունք ունի իմ նկատմամբ։ Ես հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացողը չեմ, թեկուզ ոտքսե կդրվի, ձեռքսե կդրվի։ Ինձ համար ամենաբարձրը դա Հայաստանի Հանրապետությունն է եւ հայ ժողովուրդն է։ Բայց 18 թվին ինչ է գորում ճվակ։ Պարոն Ղուկասյան, 18 թվին չգիտեք, որ հայրենիքի դավաճաններ են գալու։ Ինչ է գորում։ Այն որ գորում եք ճվակ, հայլարը Ուրեմն ասեմ քեզ, ուրեմն ուշադիր լսի։ Ուրեմն 18 թվականին, որ ասում էի Քայլ արա Մերժի Սերժին, ուրեմն շատ ճիշտ եմ արել, որովհետև չէի ուզում, որ այդ իշխանությունը մնար երկրի ղեկավար եւ չգիտեի, որ այդ ղեկավարությունը բերել է այսօրվա ԿՊ-ին, Նիկոլին, եւ չէի պատկերացնում, որ երկուսը իրար հետ համագնար։ Ես դա բարձրաձայն ասում եմ, եւ դուք էլ այդ կանեն խառնվում, որ նախկիների օրոք եք օրում եք հարապետական ձեր Ղուրբաներն իմ ձեր ջանին։ Նամիներն են ցես, բայց ակասվեց ես զգում էի, թե ուր է, հետո դրանից հետո հասկացանք, թե ուր է գնում այդ պոչը։ Եվ դրա համար մենք լավ մինչև հիմա հասկանում ենք, թե ով կարող էր դա արած լիներ։ Հասկանալի է։ Եվ ես քաղաքապետ էի, ուրեմն այն ժամանակ չէի ուզում ընդհանրապես կուսակցական պատկանելություն ունենայի, բայց կուսակցությունները անատներին խեղդում էին։ Մի խոսքով իրանց խնդրանքով դարա հանրապետական։ Եվ ես 2007-ից մինչև 2012 թվականը հանրապետականի նիստերին ոչ մեկին մասնակցել, որն եմ դասել։ Հետո այդքան ինչ ես ցավում, դու որ կառույցն ես, որ այդպես հանրապետական ես։ Չէ, հա, ես մեկը դասեք, հասկանամ ինչ եք ասում։ Շանսեր ինչպես է գնահատում եւ ընդդիմության միավորումը հավանական համարում եք, պատրաստ եք միանշանակ ընդդիմությունը ուրեմն այսպես։ Ես բարձրաձայնել եմ եւ ասել եմ, ով շատ ձայն կհավաքի, ուրեմն նրան եթե ինձանից որևիցե մեկը ընդդիմությունից շատ ձայներ հավաքեց, միանշանակ մենք միանալու ենք իրեն եւ առանց պաշտոն զբաղեցնելու։ Իսկ եթե ես շատ ձայներ հավաքեցի, ուրեմն այդ սկզբունքը պետք է կիրառեն։ Եթե այդպես չկիրառեն, նշանակ ով չհամաձայնվեց, ուրեմն ԿՊ-ի հետ համագործակցում է։ Իսկ հավաքեք արդեն այդ թեմայով նույնիսկ ոչ մեկի հետ քննարկում չեմ ունեցել, ոչ մեկին չեմ տեսել, ես ընդհանրապես քաղաքական չեմ խոսում, ես խոսում եմ ճշմարտությունը եւ հույսով եմ, որ այդպես բոլորն է պետք է մտածեն։ Եթե ոչ, ես ուրեմն այնպես կանեմ, որ բոլորդ կիմանաք, ամբողջ քաղաքը եւ երկիրը։ Ով հանգարց ուրիշ ձևի բան արեց, անպայման պետք է տեղեկացնենք բնակիչներին։ Այսինքն, եթե ընդդիմություն է ու ընդդիմությունը չի միանում այդ սկզբունքով, շատ ձեներ հավաքողին, դա նշանակում է դիտավորյալ միավորվեն եւ առաջարկեն ձեզ միանալ իրենց, դուք կմիանաք։ Ուրեմն, եթե մի քանի ընդդիմադիրներ իրար միանան, հասկանալի ու առաջարկեն ինձ, ու իմ ձայները իրենցից շատ լինի, ես միայն կծիծաղեմ այդ ժամանակ։ Եթե մի քանիսի ձայները հավաքվում են, ու իմ ձայների չափ չի լինում, հետո ինձ ասում են, գիտեք ինչ կա, դուք պետք է մեզ միանաք, այդ բոլորի ծիծաղը կգա, այդ ժամանակ գյումրեցիքս է էպած հավի խնդալը կուկա։ Իսկ ասում են դուք խոցելի թիկնածու եք, պարոն Ղուկասյան, դու ասում ինչի ասում են, հետո ասում են, որ կրիմինալ վարքերը հետո տղա ջան, հետո մի քիչ տարական քաղաքավարություն ունեցեք, ու հետո բանկա այսքան մարդը թողել եք, մենակ դու ղժում եք։ Սպասի մի հատ, հա, 3 անգամ ասեցի, թող մնացածն էլ ասեն։ Այսինքն միակ սցենարը այն է, որ եթե ընդդիմադիր տեխնացուներից որևէ մեկը ձեզանից շատ է ձայն հավաքում, այդ ժամանակ նոր դուք ձեր ձայները կտակ իրեք։ Մնացած բոլոր պարագաներում դուք չեք միանալու։ Միանշանակ չեմ միանալու։ Միանշանակ։ Եթե ինձ հանգարցակի բանդարգենել, ուրեմն այնտեղից իմ ավականիները անպայման ստանձնելու են քաղաքի ղեկը եւ շարունակելու են ես էլ
թեկուզ եթե բանդարգված լինեմ, այնտեղից եմ աշխատելու։ Հասկանալի է։ Այսինքն միանալու հետ կապված ԿՊ-ին միանշանակ մտքերից է թանեք։ Հայաստանի Արցախը հանձնողների հետ, եթե ինձպես տղեն միանում է, ուրեմն իմ արունը սուտ է։ Սարիկ Մինասյանն ասում է ինքը բացարձակ առաջատար է։ Ով է ասում։ Սարիկ Մինասյանը։ Մենք ապրենք կտեսնենք, մի քիչ համբերենք կտեսնենք ու ամբողջ քաղաքը դուք տեսել եք։ Դուք ուրեմն հանդիպումների ժամանակ դուք տեսել եք թե ով ձայն ունի, ոնց ունի, դուք ամեն ինչ գիտեք։ Դե հիմա կապրենք մի քիչ Դուք հավաքեք 50+։ Դուք որ ասում եք, եթե ձերը շատ լինի, բայց իրենք միանան եւ քիչ լինի, դուք այդ դեպքում չեք միանա։ Բայց հանուն նրա որ ԿՊ-ն չգա իշխանության, հանուն նրա Գյումրու զարգացման։ Բայց ինչ են այդպես անում, որ ասենք, եթե հանգած մեկը 3-ից ձայները մեկի ձայների չափ չի լինի։ Ոնց կարող է, այդտեղ քննարկման առարգա կլինի, մենք տեղում կխոսենք, հիմա ես չեմ կարող։ Եթե շատ լինի 3-ի ձայները մեկի ձայնից։ Քաղաքապետ օրինակ Մարտուն Գրիգորյանը տեղակալ կամ հակառակը։ Ես միանշանակ, եթե իրենք հանգարցագենձանից շատ ձայներ հավաքեն, ես ընդհանրապես ոչ մի տեղակալ, ոչ մի բան մենք չենք պահանջելու։ Մենք ասելու ենք գնացեք եւ ղեկավարեք։ Մեր ավականիներն իրենց պաշտպանելու են։ Ես այդպես եմ առաջնորդել։ Դուք մանդատը չեք վերցնի, պարոն Ղուկասյան, իշխանականները վերջին օրով տարածել էին ռեստորաններից մեկում ձեր կլկլացող այդ մուղամ երգելը, թե ոնց այդ կլարներ Ինչի այսօրվա վարչապետի կինը բանին ասում էր, Ալիևի կնոջն ասում էր, արի կլկլան մուղամ լսենք, բան անենք։ Գյումրվա երաժշտության մասին է խոսքը, ես պատրաստ եմ, ես լավ ձայն ունեմ, լավ կարող եմ երգել, պարել, ուրախացնել, արտասանել, դա վատ բան է։ Դա շնորհք է։ Իսկ ովքեր էլ որպես ապրում են, ես ինչ ասեմ դրանց։ Շուշի ոնց եք հետ վերելու։ ապտակում, պարոն Ղուկասյան։ Մի րոպե սպասեք։ Դա ապտակել չէ։ Դա մեծ ու պզդիկի հարաբերություն է։ Սիրուն այսպես շոյում ենք, որ ֆալշ մի նվագեք։ Ու երգում եք առանց յարի չեմ կարող։ Ֆալշ մի նվագեք։ Հա, այդ առանց յարի ով կարող է ապրի, որ օրինակ դու կարող ես առանց յարի ապրես։ Այսքան կարևոր ապրում եք։ Մի րոպե սպասի ապեր ջան, լսեմ, հա։ Ուրեմն դատախազությունը թող ուսումնասիրի Նիկոլ Փաշինյանի թուրքերեն խոսելը։ Հիմա մենք ինչ ասենք, հիմա նա որ թուրքերեն է խոսում, դա չեն ուսումնասիրում, այսինքն ոնց են ասում։ Այդ ինչ են ասում։ Արհեստական ինտելեկտ։ Արհեստական բանականություն եք ասում, ինչ եք ասում։ Դե այդպես էլ հասկացեք, էլի ինչ ասում։ Այսինքն ձեր ձայնը չէ, պարոն Ղուկասյան։ Դե թող հետաքրքրվեն, վերջում արհեստական բանականությունը ջրի երես դուրս կեկա։ Պարոն Ղուկասյան, հասկացա։ Պարոն Ղուկասյան, ԿՊ-ն ձեզ անդադ իշխանության գալու դեպքում, հա, քաղաքապետ լինելու դեպքում բացառում եք, որ էլի կրակոցներ չեն լինելու Գյումրիում։ Ուրեմն եթե դուք չսարկեք, այ դուք լրագրողները, ուրեմն եթե դուք հանգարց լույսը խավար սարքեք, խավարը լույս սարքեք, անպայման կլինի։ Դրա համար Նապոլեոնը սուտ եք խոսում, այդպիսի բան բացարձակ, սանձարձակ սուտ է, ասեմ ձեզ, ես պոլիգոններում, ես կյանքում ընդհանրապես իմ հետ կապված ոչ մեկը չկա, որ ասի, ինձ հետ կապված, կարող է ասեք, Ղուկասյան Վարդանի շունը բռնաբարել է հարևանի շանը, այդ ժամանակ ես կընդունեմ մեղքը։ Պարոն Ղուկասյան, մի բան հարցնեք։ Ինչ տղա ջան։ Ձեր եղբոր թորի մասին է խոսում։ Եղբորս թորի մասին է։ Բացարձակ խայտարակություն, անչափահաս երեխաների մասին է խոսքը, նմանատիպ դեպք չի եղել, այդ ամեն ինչը ընդունված է, ներկայացված է հերթական Ղուկասյան ազգանունի հետ կապված թիրախավորում են ամբողջ ընտանիքին եւ այդ ազգանունը ունեցողներին։ Տեսանյութեն ինքը չէ։ Միանշանակ խապեպահություն։ Տեսանյութեն ձեր եղբորներ թե չէ։ Երեխեք դուք հասկանում եք, թողեք խոսեմ ես։ Չէ, բարձ ասեք, որ հասկանաք Ուրեմն բարձ ասում եմ, բարձ ասում եմ։ Նախ հայրը տղայի տեղը չի պատասխան տալիս, տղան է հոր տեղը չի պատասխան տալիս։ Հետո այդ մեկ թեստին էլ ես ազգությամբ 170 միայն տղամարդ կա մեր ազգի մեջ։ Անչափահաս երեխաների խնդիրը, որ այդպես դուք ուզում ձեր ազգական երեխեք դուք կարող եք լուրջ հարցեր տալ անձնական բաներ Բաբայանի միջև լարվածությունը էլի լքտի սուտ է։ Ինչ լարվածություն։ Բաբայանի միջև լարվածությունը էլի լքտի սուտ է։ Ինչ լարվածություն։ Ուրեմն սարքել է Երևանը, սարքել են մարդիկ, որ ասում է բաժանիր, որ տիրես քաղաքականությամբ զբաղվող շախմատիստները։ Դիդավորյալ, տեսան, որ բոլորս միասին քաղաքում իրար հետ ենք, Մարտուն Գրիգորյանի հոր
եղբայրները Համլետը, մյուսը ին լավ ընկերներն են, լավ եղբայրներն են։ Հիմա սարքեցին այդ ամեն ինչը քաղաքում եւ մինչեւ այսօր ինչ որ երկրում լինում է սարկում են բաժանիր ворտիրես։ Ես ոչ մեկի հետ թշնամություն չունեմ, իմ թշնամին Օսմանյան Թուրքիան է եւ Ադրբեջանն է։ Լավ իմացեք, ես հայ ժողովրդի հետ թշնամություն չունեմ, որովհետեւ Աստվածաշունչը ասում է. «Ներիր քո եղբորը, քո ընկերոջը 7 անգամ 77 եւ չգիտեմ ինչ կան»։ Ես այդպես այդ ցեզել եմ ներում ձեր սդերի համար։ Այս երկուսն են։ Իսկ Մարտին Գրիգորյանը ասաց, որ լավ չեք հասկացել իրեն։ Չկա չհասկացել։ Ոչինչ, ինքը ջահել տղա է, կմեծանա կհասկանա։ Ինքը ջահել է, կմեծանա, բան կա։ Դե ուրեմն ինչ եղե, Մարտին Գրիգորյանին ես հանգանում եմ իրենց ընտանիքին աշխարհի տակի լավ բաները, լավ լինեն, առողջ լինեն։ Մտածեն վերին Երուսաղեմի մասին մնացածը սաղ սուտ է։ Պատրաստ եք մի սեղանի շուրջ նստել։ Որ Մոսկվայի աղջիկ ջան։ Հա, այդ քո գործը չի դու այդտեղ մի մտիկ։ Այդտեղ մի մտիկ։ Ասում ես տամ էլի։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Գյումրիում թալանը հետ է վերադարձել։ Դուք չեք վախենում, որ ձեզ կարող է ունես զրկել։ Ով որ թալան արել է, թող գնան ունես զրկեն։ Մենք սպասում ենք դրա համար, ուզում ենք, որ ինքը գար, որ երկրի ընդեր կա ամբողջությամբ օֆշորներում գրածված։ Երկրի ամբողջ հարստությունը մի քանի ընտանիքի ձեռքում է, սպասում ենք, որ այդ մարդկանցից վերցնեն, դարձնեն պետական սեփականություն։ Ցավոք սրտի տեսնում ենք երկրի 90% քաղաքապետերի վրա գործ են հարուցում, ոնց որ ուրեմն Քավոթյան նոխազր լինեն քաղաքապետերը։ Իսկ եթե Ղուկասյան Վարդանի աշխատածը, որ մենք մշտական աշխատել ենք, բարձրաձայն 100 անգամ ասել ենք, ու այդ բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք, այսինքն ես որ եկեղեցի էի կառուցում մինչև քաղաքապետ լինելը, ես գումար ունեի։ Ես որ սովետական միության ժամանակ 5 հատ մեքենա ունեի, ու ամեն ինչ ունեի, կոոպերատիվ Սպարտակ ունեի, Գուլբան Ասկեղեն տրիկոտաժ հասկացար, հացի կորզարաններ ամեն ինչ այդ բոլոր քաղաքը գիտի եւ դրա համար ինձ 5 անգամ ձայն են տվել քաղաքապետ եւ 2 անգամ էլ դարել եմ ազգային ժողովի պատգամավոր։ Այս քաղաքի բնակիչները այնքան խիստ են, որ նմանատիպ խապեպաները, որոնք սուտ են խոսում, պատժվում են։ Հիմա որ դու ձեզ համար հարցնեք ժողովրդին, դա ձեզ համար վատ բան կասեն։ Ձեր փողով է կառուցել եկեղեցին։ Այո, միած չեմ կառուցել, դա կառուցել եմ Սուրբ Նշանը, տղա ջան, գնա մի հատ մտի մոմը որ վառում ես, մի քիչ աբաշխարի դու, մեղք ես։ Հետո ամենափրկիչ եկեղեցի։ Ինչ եք դες որոշել լրագրողները մեղք են գործում։ Այսօր քվեարկելու եմ Իմբեսի որ ապակա ունենա այդ Գյումրին, հավատք ունենա, սիրի իր հայրենիքը եւ իր գրբանի ու որովայնի համար չաբրի։ Այլ աբրի Հայաստանի Հանրապետության եւ Պարտիալ Աստծո համար։ Всё։ Պարոն Ղուկասյան, ինչպես եք աշխատելու, եթե ընտրվեք։ Ռոբերտ Քոչարյանին հարկում եմ, միասին աշխատել ենք, բայց քաղաքական առումով մենք միասին չենք։ Ես բարձրաձայնել եմ, ես հարցեր ունեմ Ռոբերտ Քոչարյանին տալու։ Ուրեմն երբ իմ հարցերը սպառիչ կլինեն, միանշանակ կհամագործակցեմ քաղաքական առումով։ Բայց աշխատած պահով ես իրեն հարկում եմ, որովհետև իրոք եղել է քաղաքի համար, աղետիկոդու վերականգնման համար եւ Հայաստանի Հանրապետության Արցախի ազատագրման համար արել է այն, ինչ որ շատերը չեն արել։ Բայց ես ունեմ հարցեր, այդ ձեր գործը չի։ Այդ հարցերը հիմիկանը վերաբերում։ Իվարկան, այդ հարցերը վերջի շրջանին, թե ինչի։ Ղուկասյան, ձեր բիզնեսների Թափանցիկ չեք, այդ հարցերը տվեք։ Կասենք, հադիկ ձեզ կասեմ։ Հիմա ասելու բան չունեմ։ Ղուկասյան, դուք տեղամասերից մտահոգիչ ինչ ահազանգեր եք ստացել։ Տեղամասերից հիմա գծի հետևից նոր հեռուստատեսությամբ էլ հավանական է արդեն գցել են, որ այնտեղ մի հատ խանութ կա ինչ որ մարդիկ մտնում են այնտեղ, հետո մտնում են քվյար ուրեմն տեղամաս։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Մի հոգի չէ, 2 հոգի չէ, 50 հոգի չէ, մտնում են սիրուն այդ խանութը ու գնում են այնտեղ։ Այ ուրեմն այդտեղ պետք է մի հատ խորանը։ Կարող է երշիկ են մտնում վերցնելու այս բային, բայց երշիկ ձեռքերը չկա, ոչ էլ հաց կա, բայց ինչ բան է որ մարդիկ մտնում ու գնում են։ Դուք ճանաչում եք գյումրեցիների, ովքեր ըստ Սարիկ Մինասյանի չեն ցանկացել Արցախում ծառայեն, փող են տվել, որ իրենց երեխաները ազատվեն եւ Ղարաբաղը ըստ իրա վատ տեղ էր։ Բա իրավական ոլորտը ինչ է անում, եթե այդպեսի մարդիկ կան։ Եթե նմանատիպ հայտարարություն են մարդիկ անում ու իրավական ոլորտը տեղիք չի տալիս, չեն խորանում այդ հարցերի մեջ, ես զարմանում եմ։ Նմանատիպ մարդիկ պետք է քրորեն պատասխանատվության ենթարկվեն, ովքեր որ փող են տվել ու չեն ծառայել
Հայաստանի Հանրապետության։ Ազդեցությունը զգում եք ընտրություններին, Սարիկ Մինասյանի ԱԱԾ-ական եղբոր ազդեցությունը այս ընտրությունների։ Այո, ԱԱԾ-ի իր եղբոր ազդեցությունը զգում ենք, քաղաքում լուրեր են պտտվում, մարդիկ ուրեմն տանում են, զգաստացնում են, բան այդպես ամբողջ քաղաքը որ հարցնեք, մեծամասնությունը դա ձեզ կասի։ Դրա համար ես մի երկու անգամ բարձրաձայնել եմ։ Պարոն Ղուկասյան, ԿՊ-ն ձեզ թիրախավորում է անընդհատ։ Գովազդի տակ են դրել, ասում են դուք եթե ընտրեք Վարդան Ղուկասյանի կրիմինալը հետ կգա, չգիտեմ, ձեզ արտად է դրա հետ է կապում։ Այդ որ քեզ հանձնարարել են կոտերերը։ Ես տեսուն եմ։ Սպասի ասել ես պատասխանում եք։ Ասում եք թողեք պատասխանեք։ Հիմա դուք վիավորական ձևով ուշքում եք կողմ։ Ես ԿՊ-ն է ձեզ թիրախավորում, ասում է որ եթե ընտրեք Վարդան Ղուկասյանի։ Ասել ես հարցը տվել ես։ Կորեկտ։ Տվել ես հարցը։ Դու ինձ մի չասես, կորեկտ քեզ դու պահի։ Տղա ջան, ես քեզ չեմ պատասխանի։ Ուրեմն այ քեզ ինչ եմ ասում։ Քեզ դա ինչ եմ ասում, էլ չեմ պատասխանի քեզ։ Ուրեմն դու երբ ինձ տեսնում ես, այդ հարցերն եք տալիս։ Այդ նավտալինի հոտը, որ գալիս է։ Ուրեմն նավտալինի հոտը, հիմա այ մենք ձեզ թիրախավորել են։ Անունը ինչ եք։ Ձեզ թիրախավորել են, Վահե։ Որը բանն ես կարող։ Այդ ինչ պատասխան։ Ես քեզ չեմ պատասխանում։ Կարողանացների հետ կապված տեսանյութ էին տարածել, թե ինչպես եք դուք խոստովանություն անում, որ կեղծ արաղներ ու կոնյակներ եք շշալցրել, ծախել ու դրանով հարստացել եք։ Ջան, Սիրուն ջան, հանգիստ եղի, բան չկա։ Քեզ էլ կդանք այդ արաղներից, կոնյակից էլ կդանք, որ լավ զգաք։ Երեխաներ, հանգիստ եղեք։ Քանի որ հայտարարում եք, որ պայմանագրի հետ ճանապարհ չունեք գնալու Արցախը հանձնածների հետ։ Եթե դուք ընտրվեք քաղաքապետ, դուք ինչպես եք պատկերացնում ձեր աշխատանքը կառավարության բազմիցս ասել եմ, եւս մեկ անգամ ասում եմ։ Ուրեմն տեղական ինքնակառավարում նշանակում է հավաքագրել սեփական եկամուտները եւ ժողովրդի ունեցվածքը, ժողովրդի հասանելիքը, որը դոտացիայի մաս բաժնով պետք է անպայման երկրի բյուջեից մասանում արվի։ Բայց ես անպայման կառավարությանը դադի եմ տալու, որ 85 միլիարդ քաղաքից գումար են հավաքում, ընդամենը տալիս են քաղաքին 3 միլիարդ 200 միլիոն, որ պիտի տան 27-ից 30 միլիարդ դրամ։ Հիմա դրա համար ես դիմելու եմ, որ ընդրվեցի ավականով, որ իրենց սխալը, եւ չգիտեմ, եթե սխալ են արել կամ ասենք վերցրել են, անպայման ուղեն, եթե ոչ, տալու եմ դատարան, մինչև Եվրո դատարան գնալու ենք եւ կլինի առաջին դեմոկրատական, ուրեմն քայլը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքապետարանը դադի է տալիս կառավարությանը։ Սա առաջի անգամ է լինելու Հայաստանի Հանրապետությունում։ Ես գիտեմ, որ ինքը ցույց է տալիս հաջողություն։ Աղոթքն եք տարածել վերջի լռության օրով, հիմա ուզում եմ հասկանալ դուք գյումրեցիների քվեին եք հավակնում, թե Աստծո։ Այս ինչ եք գցում մեր աղջիկան։ Ուրեմն Մանասեի թագավորի հետ կապված, ուրեմն դա շատ կարևոր պատմություն է, Մանասեի թագավորի աղոթքը, Տերամենակալը, ես ասում եմ, եւ 50-ական պասին անպայման յուրաքանչյուր հավատավոր քաղաքացի պետք է Տերամենակալ անպայման ասի Մանասեի թագավորի։ Այդ մեր մեծերի, մեր նախնիների խրատներ, Մանասեն չլսեց իր հոր խրատները, որ Իսրայելի ժողովրդի ապրած կյանքին չլսեց եւ այդպիսի